Հիմա դատարանի որ դիմում եք պետք է կանգնեք նոր ասեք, ցանկացած արտահայտություն, ասածս դա է, պարոն Ամենցյան։ Քանի որ հատուկ կարծիքը ունի եզրափակիչ մաս, ինչպես ունի բուն որոշումը, եւ քանի որ դա ըստ էության կարծիք է, ոչ թե սահմանադրական դատարանի որոշում, եւ եզրափակիչ մասի բացակայության պայմանավորված, քանի որ չեմ կարող արձանագրել ինչպես որոշման հետ կապված է, որ որոշման նշվել է, որ այն հարցը, ինչ որ քննարկվում է սահմանադրական դատարանում, եւ ինչի դեմ ըստ էության խոսել է Ղազարյանը, արձանագրեցի ես արդեն, որ դա ճանաչվել է սահմանադրության համապատասխանով, եւ դրա շուրջ է քննադատությունը, եւ քննադատությունից բացահայտված տեղեկությունները, ես դրանով բավարարեցի սահմանադրական դատարանի որոշման միայն ներածական եւ եզրափակիչ մասը հրապարակելով։ Հիմա քանի որ կարծիքը չունի այդպիսի մաս, որ իրենք էլ նշացնում են, որ որոշեցին, որ համապատասխանում է ընդհանուր առմամբ դա կարծիք է։ Ես պետք է հետազոտեմ ամբողջությամբ։ Ներածություն։ Մեկ րոպե, պաշտպանական կողմ առաքություն ունեք, որ համարեք հետազոտված ամբողջությամբ չընթերցվի։ Պատասխան դատարան, հարգանքով վերաբերելով Հանրային մեղադրողի մոտեցմանը, հիմա եթե մենք այդպես ասենք, ստացվում որ մենք Հանրային մեղադրողի եթե ցանկանում է հրապարակել, մենք չենք հարակում վերաբերել։ Ես եթե համանենք հրապարակված, կարող եք դատարանը, եթե իհարկե դուք համաձայն եք զուտ ժամանակ խնայելու համար, քանի որ 18 էջ է։ Մենք բոլորս Եթե դատարանը այդպիսի մոտեցում ունի եւ Հանրային մեղադրողը չի հարակում, մենք ներշնչություն բախշե չենք հարակում, այդպես ասենք։ Դուք առարկում եք Ղազարյան։ Պատասխան դատարան, ես ձեր ուշադրությունը մինչև առարկության վերաբերյալ տեսակետայից ուզում հրավիրել են հանգամանքի վրա, որ հանրային մեղադրողը ինքը ասաց, որ քանի որ այդ հատուկ կարծիքը չունի եզրափակիչ մաս եւ չի ազդել որոշման բովանդակության վրա, ստերության արդեն դեպքեց մեղադրանքի մի տարր, որը Այո, Ղազարյան, հայտարարությունները հետո սա զուտ տեխնիկական է, ցանկացած ապացույց կողմը եւ դատարանը իրավասու է հետագայում օգտագործել, եթե բառացիորեն հրապարակվել է։ Հիմա քանի որ 18 էջ է եւ բոլորս պրոֆեսիոնալ իրավաբաններ են, դատարանը հարցնում է, եթե պաշտպանական կողմը չի առարկում հիշյալ կարծիքը, դատարանը կհամարի հետազոտված, քանի որ շատ երկար է։ Թողնում եմ դատարանի հայացողությանը, ես դա կարծացել եմ, ես կարծեմ, որ դա երկրորդ անգամ չեսնելու առանցքներ չնեսում հասնում։ Պատասխան դատարան։ Մի րոպե, այսինքն ապացույց ներկայացնելու իմաստով արժեք կարող է չներկայացնել։ շատ լավ։ Պատասխան դատարան, ես հասկացա, որ Հանրային մեղադրողը չի արարքում, մենք էլ չենք արարքում, բայց համարելով հետազոտված խնդրի հնարավորություն տալ Հղումներ կատարել, պարտադիր։ Չէ, ոչ թե հղումներ կատարել, հայտարարություն կատարել։ Իրավական ֆիկցիայի դիմեցինք, որ խոսալուած խարքով, ընդունեցինք, որ դա հետազոտված է։ Համարենք, որ սա արտերցվել է եւ դրա վերաբերյալ խնդրում եմ մեզ հնարավորություն տալ կատարել հայտարարություն։ Շատ լավ, Հանրային մեղադրողի առաքություն։ Պատասխան դատարանի հավաքություն ոչ միայն չունում, այլ նաեւ ես կամ դուք երկու սենյակություն ցուցադրել, որ ամբողջովին իրավական է կարծիքով եւս, որովհետեւ հրապարակումը կրելու է մեխանիկական բնույթ, նույնը կարծենք ում սահմանադրական դատարանի որոշման ամբողջ տեքստի վրա, որտեղ հնարավոր է թե պաշտպանական կողմը, մեղադրանքի կողմը, եզրափակիչ ելույթում որևէ բան ունենա ասելու, նաեւ պատժամիջոցական ասած։ Պարոն Մելիքյան, ձեր հայտարարությունը։ Հանրային մեղադրողի նշեցրած հետ կապված նշեմ, որ նույնպես չենք արարքում, որպեսզի մենք համարենք հետազոտված նաեւ սահմանադրական դատարանի տեքստը ամբողջությամբ։ Սա մեկ, երկրորդը արդեն հայտարարությունը պարոն Ղազարյանը այստեղ բովանդակության հետ կապված հայտարարությունների վերաբերյալ։ Ես ապացույցների նաև համարեցի։
Պատասխան դատարան հանրային մեղադրումը ներկայացնում, որ սահմանադրական դատարանի որոշումը ձեռքաբերվել բաց աղբյուրներից, շրջակայցնելով թե կոնկրետ որ աղբյուրից է դա ձեռքբերվել։ Դրություն բարձրացեք, դրություն դատարանը ձեզ խոսք կտա, հիմա հայտարարություն անում եղածը շարունակ։ Նշվել է, որ ձեռքաբերվել այդ որոշումը բաց աղբյուրներից, չնշելով թե կոնկրետ որ հղումով, որ կայքից, որ աղբյուրից է ձեռքբերվել այդ որոշումը, եւ որպեսզի մենք հավաստիանանք, որ մենք գործ ունենք իրական աղբյուրի եւ իրական որոշման հետ, կարծում եմ, որ գործի նյութերի պետք է գծված լիներ ամբողջ գործի փաթեթը, այդ որոշումը, որը պետք է արտերավված լիներ սահմանադրական դատարանից եւ բոլոր հատուկ արտիքները։ Դատարանի ուշադրությունը նաեւ ուզում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին, նույն օրը, երբ որ Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր պատվիրության տարածքում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, իսկ որոշման ամփոփիչ մասը, ամբողջական մասը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին, ճիշտ նույն օրը, երբ որ Նյու Յորքում տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ես ինչի եմ սա նշում, որովհետեւ բազմիցս իմ խոսքում ես խոսել եմ ենթադրյալ դավաճանության փաստի մասին եւ դատարանի ուշադրությունը ուզում եմ դարձնել այս հաղորդակցի կապակցությամբ։ Դատարանը հաշվի առնելով, որ տեսագրությունները պետք է հաջորդիվ զտվենք, իսկ 11:30-ը անհրաժեշտ է համարում դատական նիստը հետաձգել հաշվի առնելով, որ դատարանը անհրաժեշտ է համարում տեսագրությունները հետազոտման ենթարկել մեկ ամբողջական նիստով, իսկ հանրային մեղադրումը հնարավորություն չունի դատական նիստը այդքան երկար շարունակել։ Դատական նիստը նշանակում է այլ